Հայաստանում տարեստարի ավելանում են գծանցումներն ու վերգետնյա անցումները, բարեկարգվում են ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը եւ այս ամենին զուգահեռ արձանագրվում է նաեւ ցավոք ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ, հետիոտնի մահվան ելքով իհարկե, այսինքն վրաերթերի մասնավորապես։ Վիճակագրության համաձայն վրաերթի դեպքերի 70%-ը տեղի է ունենում իհարկե հետիոտնի ճանապարհի ոչ թույլատրելի հատվածով հատելու պատճառով։ Այսօր ցույց կտանք, որտեղից անցնել ճանապարհը եւ կտուգանենք բոլոր օրինախախտերին։ Նաև հետիոտներին։ Նախ անդրադառնանք հետիոտն վարորդ մշտական կոնֆլիկտին։ Վարորդների շահերը այսօր մեր տաղավարում կներկայացնի սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը։ Դիմավորեք։ Ողջույն Սարգիս, այսօր մեր վարորդների կողմից ես։ Իրականում որն է խնդիրը, արդյոք այսօր մեր քաղաքի կազմակերպված երթևեկության մեջ կամ երթևեկության կազմակերպման մեջ լուրջ խնդիրներ կան, որոնք այսօր խանգարում են, սկսենք վարորդներին։ Ուրեմն նախ եւ առաջ մեքենաները այս վերջին ժամանակահատվածում բավականին շատացել են, իսկ դրա հետ մեկտեղ փողոցների լայնությունը չի մեծացել։ Այսինքն դա արդեն լուրջ խնդիր է, երբ որ մեքենաները շատ չեն կարողանում խիտ են, միանշանակ խիտ են ու այդ դեպքում նաեւ խոչընդոտում են նաեւ հետիոտները, որոնք նախատեսված վայրերով չեն անցնում ու բնականաբար շատ ու շատ ճանապարհատրանսպորտային վթարներ հենց կայանում են դրա շնորհիվ, որ ու պլյուս դրան, որ արդեն մարդիկ այնքան ծանրաբեռնված են մտքերով տարբեր տեղ աշխատելով, չհասցնելով։ Վարորդները թե հետիոտները։ Վարորդները, որ ինչ որ միտեղ էլ դա էլ է խանգարում։ Հոպ դիմացովդ ինչ որ մեկը անցավ, դա արդեն պոտենցիալ ինքը արդեն վթար։ Սարգիս Գրիգորյան, դերասան, վարորդների մեծ մասը զիջում է հետիոտնին։ Հետիոտների կարգապահության խնդիր է հիմնականում, թե վատ կազմակերպված երթևեկության։ Ոնց կգնահատես դու որպես օրինապահ։ Կոմունիզմից եկած վիճակ է, երբ ով որտեղով անցնում էր ու հիմա էլ է շարունակում, բայց ոնց տեսնում եմ էլի քայլեր արվում է, որ ամեն ինչ շտկվի, ինչ որ գումարներ հանեցին, 3000 դրամ, որ հետիոտը ճիշտ ճանապարհով անցի, ինչ որ չգործեց։ Մի խոսքով պիտի դա ամբողջովին պետական համակարգի վրա դրված լինի եւ շատ ու շատ ռոպագանդա արվի եւ հեռուստատեսությամբ եւ տարբեր ծրագրերով, սոցիալական կայքերով, որպեսզի ասվի, որ Ժորժ ջան, կա համապատասխան վայրեր ու ես տեսնում եմ։ Այդ հասկանալի է, այդ կանեն, Սարգիս, թե պետական մարմինները, թե ճանապարհային ոստիկանությունը իրենց գործը կատարեն եւ դու ինքդ ես փաստում, որ ինչ որ քայլեր կան արված։ Իրականում որն է խնդիրը, եթե դու լինեիր հետիոտն, օրինախախտ հետիոտների մեջ է խնդիրը, թե վատ կազմակերպված երթևեկության, կարող ես փորձել ձևակերպել։ Սովետական ժամանակից, ես ասեմ, խնդիրը երկու կողմն էլ խնդիր ունեն, երկու կողմն էլ մեղավորություն ունեն, երկու կողմն էլ անմեղ են։ Այստեղ խնդիրը շատացել են տրանսպորտը, շատացել է շարժը ընդհանրապես կենտրոնում է լինում ավելի շատ ու դրա հետ մեկտեղ փողոցները չեն մեծացվում։ Դե նոր Թամանյան հո չենք վերակենդանացրել։ Չէ, Թամանյանի խնդիր չէ, օրինակ Մոսկվայում էլ Մոսկվան էլ բայց հիմա ինչքան կալցոներ է արվում, ինչ փողոցներ են կառուցվում, որպեսզի այդ մի փոքր ծանրաբեռնվածությունը թուլանա։ Օրինակ Մոսկվայում ես գիտեմ, որ կան փողոցներ, որտեղ հատուկ այդ տեղով միայն իրավունք ունեն, ասենք բեռնատարները շարժվելու։ Այսինքն ինչ-որ մեխանիզմներ պետք է գծվի ու մենք շատ հող ունենք, ով ասե, որ Երևանը այսքան պետք է մեծացնեն, որովհետև իրոք հիմա անհնար է, հասնում ենք նաև Մոսկվայի այդ խցանումներին։ Դրա հետ մեկտեղ էլ որ մեկ էլ տեսնում ես, չես հասցնում տեսնես, ոնց որ բանը, էլի կոմպյուտերային խաղեր լինեն։ Ինչ կոմպյուտերային խաղեր։ Կոմպյուտերային խաղերը որ պիտի անընդհատ բազես կոմ, բազես։ Դու ինչ խաղեր խաղում այդ պահին, երբ վրաերթի ենթարկեցիր մի անցորդի։ Սենսացիոն հայտարարություն, Սարգիս Գրիգորյանը վրաերթի է ենթարկել։ Ես ասեմ, մտածմունքներով շտապում դե բնականաբար մեր գործը այնպես է, որ մի ժամից այստեղ պետք է լինես, մի ժամին այստեղ։ Ուղղակի ես էլ էի ծրված, կհասցնեի դա ու հարկ Աստծո հասցրեցի այնպես արեցի, որ տղան չվնասվեց, մոտավորապես 20-30 սանտիմ հեռավորության վրա ակը արգելակեց, թե չէ անցնում էի, Աստված չանի։ Ո՞վ է մեղավոր այս պարագայում։ Քո մտածրիվությունը դնենք մի կողմ։ Ես չեմ ասի ով էր մեղավոր, մեղավոր էր ընդհանուր եւ ինքը եւ ես։ Ինչ առումով, որովհետեւ ինքը իմ աջ տեսադաշտը փակ էր, երթուղային տաքսին շատ սխալ տեղ կայանեց, այսինքն զեբրայի վրա կայանեց, տղան էլ դիմացից Երթուղային տաքսու դիմացից դուրս եկավ։ Դիմացից դուրս եկավ, իմ տեսադաշտը փակ էր ու հազիվ հասցրեցի թեքել։ Բայց դա այդտեղ արդեն զեբրա էր, այսինքն այդտեղ արդեն դու պետք է որոշակի ուշադրություն դրսևորեիր։ 30 գնում էի, 30-20, այսինքն տեսա որ ազատ է, այսինքն զիջելու տեղ ազատ է ու անցա, բայց դիմացից առաջինը չի թույլատրում, երկրորդ հերթին երթուղային տաքսին ինչ իրավունք ունի զեբրայի վրա կանգնի։
Այսինքն ես էլ եմ մեղավոր եղել։ Մեղավոր եմ եղել նրանով, որ ասենք նաև ուշադիր չեմ եղել, բայց ինքը ընդհանուր առմամբ ծանրաբեռնվածությունն է բավականին մեծ ու դրա հետ մեկտեղ պետք է երկկողմանի էլ ուշադիր լինեն, բայց որ ասեմ, որ շատ կարճ տեղերում են կառուցված, այնպես չի, որ 2 կիլոմետր հեռու է մյուս անցումը։ Մարդկա, որ բողոքում է, գիտես, շատ հեռու են կառուցված եւ իրեն ընդհանրապես հարմար չի։ Ես առաջարկում հետիոտ ընդկանչել մեր տաղավար, թե չէ կստացում ենք վարորդներով դրել բողոքում ենք ու ամեն ինչ գցում ենք միայն հետիոտների վրա։ Յուրա Վահանյան օրինակ բողոքում է, որ շատ վատ է ամեն ինչ կազմակերպված, նրան հրավիրենք տաղավար, հետիոտն է, մեքենա չունի, տեսնենք քայլելու իրավունք այս քաղաքում ունի Յուրա Վահանյանը, թե ոչ։ Յուրա, այսօր դու քայլելու իրավունք ունես մեր քաղաքում, թե չէ։ Ուղղակի եթե կարճ փորձենք այսպես ձևակերպել։ Էրիկ ջան, ուզում եմ զրույցը սկսել հայտնի խոսքով, գյուղ չկա, որ շունչը լինի։ Յուրա Վահանյան, լրագրող։ Վերգետնյա անցումները հարմարեցված չեն հաշմանդամների եւ սայլակով մայրերի համար։ Մեր քաղաքում որքան էլ լավ լինեն եւ անցումները եւ մնացած ամեն ինչը։ Դուք միշտ բողոքելու առիթ կգտնեք։ Ես չէ, մարդիկ։ Ես այսօր ներկայացնում եմ որոշակի մարդկանց, ովքեր պարզապես այս պահին հեռուստատեսությունում չեն։ Այսինքն լուրջ ուսումնասիրություններ եք կատարել, եկել եք հիմա կոնկրետ դրանք ներկայացնել։ Այո, ես լրագրող եմ եւ նույնիսկ նախորդին մասնագիտական չարաշահում անելով փորձել եմ հարցումներ անցկացնել փողոցներում, թե որքանով են մարդիկ Գովելի փաստ է, այսինքն հանրության կարծիք հիմա կներկայացնեք եւ որն է խնդիրը։ Որքանով են մարդիկ օգտվում անցումներից, որքանով են մարդիկ դժգոհ անցումներից։ Գետնանցումները որոշակի գետնանցումներ անմխիթար վիճակում են, չկա լույս, գարշահոտություն է եւ այլն։ Համաձայնեք, որ սկսել են վերանորոգել, դե պարզ մի քիչ երկար process կտեղի կունենա։ Բնականաբար։ Իրենք ճիշտ տեղերում են կառուցված, թե ոչ։ Անկեղծ ասած դա ավելի լավ է որոշեն պատկան մարմինները։ Ամեն ձեզ հարմար է թե ոչ։ Ձեզ ձեռա տալիս թե չէ, պարզ։ Այո, ձեռք է տալիս, բայց մի խնդիր կա, որ շատ հեռու են իրարից։ Այսինքն եթե տեսնում ես Ես գտնում եմ չէ։ Հաճախակի շատ հեռու են, որովհետև եթե տեսնում ես, ասենք Ազատության փողոցում, որ դիմացի մայթում ինչ որ մեկը կարող է ընկնել ու մահանալ, ու մարդասիրական քայլից դրդված ուզում ես այդ մարդուն օգնել, պիտի հասնես, ասենք մի կիլոմետր կողմ, որ անցնես։ Ես դեմ եմ ինչ առումով, որովհետև մեր վարորդները բավականին զիջող են։ Ես անկեղծ ասեմ, ցանկացած իրավիճակում ես ինչքան որ ուսումնասիրելու ուշադրություն եմ դարձրել, մեր վարորդները անկախ ամեն ինչից զիջում են։ Անգամ եթե մեր վարորդների 80%-ը զիջում են, իսկ մնացած 20%-ը զիջում են հայհոյանքների հետևանքով։ Գյուղ չկա, որ ձեր ասածով էլ ես շարունակեմ, բայց չի նշանակում, որ որտեղից ուզենք այնպես էլ անցնենք։ Յուրա, ես որպես վարորդ ուղղակի փաստեմ, եթե հետևենք ձեր խորհրդին, Ազատության պողոտան չէ, Սարալանջի ամբողջ պողոտան պետք է սկսենք անդադ ինչ որ վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ կազմակերպել, որտեղ երթևեկությունը ընդհանրապես կառնի։ Բայց անդրադառնամ նաև վերգետնյա անցումներին, քաղաքացի դիմացի մայթում էլ հայտնվեր։ Համաձայն եք։ Օգնություն ցանկացած։ Խնդիր կա թե չէ։ Խնդիր միանշանակ կա։ Վատ կազմակերպված երթևեկության խնդիր կա թե չէ։ Այո։ Որպես քաղաքացի ինչը ձեզ ձեռ չի տալիս, քիչ հետո դուք հնարավորություն եք ունենալու ձեր այդ հարցումների արդյունքները հարցնել քաղաքապետարանի ներկայացուցիչին։ Ձևակերպեք հիմա ձեր այդ մեկ հարցը։ Ինձ հետաքրքիր է ինչու են վերգետնյա անցումները առհասարակ հարմարեցված միայն հետիոտների համար, որովհետև նախորդին ասացի, որ հարցումներ էի անցկացնում, դրանք անհարմար են սայլակով մայրիկների համար։ Այսինքն, եթե սայլակով մայրիկը այդ պահին գտնվում է վերգետնյա անցումի մոտ, նա բնականաբար երեխայի հետ չպետք է հասնի, չգիտեմ որտեղ, որպեսզի այդ գծանշաններով անցնի։ Ինձ թվում է, որ այն վերգետնյա անցումները, որոնք ունեն թեքահարթակներ, Հարցը հասկանալի է, բայց մենք այստեղ ասենք, ես չգիտեմ, հաշմանդամներից բացի առողջ մարդիկ են, չէ, չեն բարձրանում։ Սարգիս, ես առաջարկում եմ քաղաքապետարանի ներկայացուցիչին կանչենք, հարցը նրան է ուղղված։ Մենք ես ու դու չփորձենք մեր մասնագիտական քիթը խոթել այնտեղ։ Մեր այսօրվա ներկայացուցիչը քաղաքապետարանից կլինի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետը, շատ կարևոր մի մարդ, Արսեն Գասպարյանը։ Դիմավորեք ծափարություններով։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան, փոփոխությունները նկատելի են բոլորը, գիտեն անդադ ինչ-որ թե վերգետնյա, թե ստորգետնյա անցումներ են կառուցվում, վայ, քեզ փորձանք, վերգետնյա անցումները հարմարեցված չեն իսկապես, ոչ միայն հաշմանդամների, այլ ցանկացած մարդու համար, ով իր երեխայի հետ որոշել է զբոսնել, ինչ անել նման դեպքերում։ Ես հասկանում եմ, որ լավ բան եք ուզում անել, այնքան էլ լավ չստացվեց, ինչ ստացվեց իրականում։
Իրականում իհարկե դա ավելի շատ ճարտարապետաշինարական, քաղաքաշինական բնույթի հարց է, այսինքն ոչ այդքան երթևեկության կազմակերպման առնչվող։ Արսեն Գասպարյան, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ։ Ինտենսիվ երթևեկության փողոցներում հետիոտնային անցումները նախատեսվում են 200-ից 300 մետր հեռավորության վրա։ Ինչի համար այտենց ես փորձեմ տրամաբանել, որովհետև ես երթևեկության կազմակերպման մասնագետ եմ, ես շինարար չեմ։ Այսինքն պատվիրել եք, որ լինի վերգետնյա անցումը այնպես չեղավ, ինչպես դուք եք պատվիրել, ինչ որ չափանիշներ։ Խնդիրը վերաբերում նախ վերգետնյա անցումները, եթե բարձրությամբ նայենք, ինքը շատ ավելի մեծ բարձրություն ունի, այսինքն նրա աշճանա վանդակը ավելի երկար է, աշճանների քանակը ավելի շատ է, քան ստորգետնյա անցումները, այսինքն Բայց այն մեծ էկրանները որտեղ էին կախելու, որ բարձր չլինի։ Խնդիրը էկրանների համար չի, գոյություն ունի նվազագույն գաբարիտ, այսինքն նվազագույն բարձրության խնդիր գոյություն ունի, դա տրանսպորտի անցման հետ է պայմանավորված, ստորգետնյա անցումները ավելի ցածր են, գիտեք։ Ու այդ պարագայում արդեն դա նեղ մասնագիտական ճարտարապետական բնույթի խնդիր է, որը ես չփորձեմ սխալ մեկնաբանություն անել։ Բարձրություն դնենք մի կողմ, սայլակավոր կամ հեծանիվով, փոքրիկ հեծանիվներով, որ ուղեկցում են իրենց երեխաներին, մարդիկ ինչպես կարող են բարձրանալ այդ անցման վրա։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանեմ, նախ հետիոտների… Դա այդ պահանջը դրվել էր կառուցապատողի առջև, թե չէ։ Ճիշտն ասած ես տեղյակ չեմ այդ հարցին, որովհետև ինչ վերաբերում է հաշմանդամներին, հարմարեցման խնդիրներին, ապա ես անձամբ տեղյակ չեմ այդ խնդրին։ Չէ, վերգետնյա անցումները չեմ կարծում, որ հաշմանդամների համար ենք կառուցում։ Չէ, խոսքը գնում է բայց այս սայլակների… դեպքում սայլակով մայրիկների մասն ենք խոսում, ով մի ձեռքով գրկում է երեխային, իսկ մյուս ձեռքով ստիպված է լինում սայլակը բարձրացնել այդքան տեղ եւ Եվ քանի որ բարձր է, երրորդ ձեռքով էլ պիտի իր հավասարակշռությունը։ Այո։ Դժվարանում եմ պատասխանեմ, նորից եմ կրկնում, դա իմ… Պարոն Գասպարյան, կարող եք հուշել, ով կարող է այդ հարցին պատասխանել, սա դնենք մի կողմ։ Դա ավելի շատ ճարտարապետաշինարական, քաղաքաշինական բնույթի խնդիր է։ Դա երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրներ ունեն թե վարորդները եւ թե հետիոտները ներողություն։ Օրենքով քանի մետրը մեկ պետք է լինեն այդ վերգետնյա կամ ստորգետնյա անցումները կամ այդ զեբրա նշանների դեպ դրա հայերենը ոնց է։ Ասեմ, ուրեմն դա կանոնակարգվում է շինարարական նորմերով եւ կանոններով, անընդհատ երթևեկության փողոցների համար դա նախատեսված է 200-ից 300 մետր։ Այսինքն հետիոտնային անցումների միջև հեռավորությունները 200-ից 300 մետր ինտերվալով։ 250-300 մետրը մեկ կա այդպիսի բան։ Նոր դուք ասում եք 1 կիլոմետր, որտեղ օրինակ։ Օրինակ հենց նույն ազատության պողոտայում, ես ուղղակի այնտեղ հաճախ եմ լինում, դրա համար եմ հենց դա օրինակ բերում, կա վերգետնյա անցում, որից կարծում եմ 500-600 մետր վերև նոր գծանշաններ կան։ Այսինքն կարծում եք թե չափել եք։ Չէ, չեմ չափել։ Ներողություն ճանապարհատվածը կոնկրետացնեք ավելի, որ ես ավելի առարկայական խոսեմ։ Արսենը գիտեմ մետրերի ճշտությամբ գիտի։ Որ հատվածը նկատի ունեք։ Ազատության պողոտան բավականին երկար պողոտ է։ Այո, վերգետնյա անցումը գիտեք։ Իհարկե, եթե դպրոցի մասին է խոսքը, 10 անվան դպրոցի մասին շատ լավ գիտեմ։ Այս դպրոցի մոտի վերգետնյա անցումը եւ ավելի վերև, եւ ինչքան եք դուք չափել, ներողություն։ Չեմ չափել։ Դուք ասում եք 500 մետր, այնտեղ 500 մետր չի, այնտեղ ընդամենը 200 մետր։ Պատկերացրիր հատված, հենց հիմա միասին գնանք։ Պարոն Գասպարյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ որոշակի հարցերից ու դա քաղաքաշինական բնույթի հարցերից ես կարծում եմ, որ այդ պատկան մարմինները, ովքեր զբաղվում են այդ հարցերով, իրենք հետիոտ չեն պարզապես։ Դա կփորձենք բարձել, ինչպես նշեց պարոն Գասպարյանը, քաղաքաշինության նախարարության կամ պատկան մարմիններից, բայց ես առաջարկում, քանի որ այստեղ երթևեկության մասն ենք խոսելու, արի նաև ոստիկանին հրավիրենք ու միասին փորձենք հարցեր տալ։ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հայկազ Մաթևոսյանը այսօր մեր հարցերին պատասխանելու է մեր տաղավարությամբ։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, ես ճիշտն ասած կանգնել եմ մեր հետիոտնի կողքին միայն մեկ պատճառով, որպեսզի նրա հարաբերական տարբեր չափանիշները փորձեն բերել մետրային չափանիշների։ Եթե թույլ կտաք, մենք այդ հարցին անդրադառնանք փոքրիկ դադարից հետո։ Հետիոտների ընդհանուր կարգապահությունը այսօր որպես ճանապարհային ոստիկանություն ինչպես կգնահատեք։ Ի տարբերություն նախորդ տարիների, ընդունենք մոտավորապես 5 տարի առաջ եւ ավել, միանշանակ տարբերություն կա։ Հետիոտները որպես երթևեկության մասնակիցներ այսօրվա դրությամբ իրականում առաջնորդվում են ճանապարհային երթևեկության կանոններով։
Հայգազ Մաթևոսյան, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ։ Անցած 11 ամիսների ընթացքում հետիոտնին չզիջելու համար տուգանվել է 1000 վարորդ։ Մենք ունենք շատ հետիոտներ իրականում, ովքեր ինչ որտեղ ես գտնում եմ նաև օրինակ են ծառայում մյուս հետիոտների համար, միանշանակ անցնում են երթևեկելի մասը հատում են միայն անցումներով, այն էլ հետիոտնի համար նախատեսված լուսացույցի կանաչ ազդանշանի ժամանակ։ Հələ դեռ միտեղ էլ պոպուլիստ են ու սկսում են այդ կարմիր լույսը պետք է սպասես բալիկ ջան, չէ, ու սկսում են բալիկներին հատուկ բարձրաձայն այդ ամեն ինչը սովորեցնել։ Դա ընդունելի է, բայց արդյոք դա տեղի չունեցավ այն բանից հետո, երբ սկսեցին բարեփոխումները, այսինքն գծանշումները հստակեցվեցին, վերգետնյա անցումները ավելացան, եւ ամենակարևոր խնդիրը մարդիկ այդ վերգետնյա անցումներից ինչի չեն օգտվում։ Մեզ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նկատում եմ, որ ոստիկանները այսպես շատ խիստ կանգնում են եւ ստիպում, որպեսզի մարդիկ բարձրանան այդ վերգետնյա անցումներից օգտվեն։ Որն է պատճառը, որ չեն օգտվում։ Ուրեմն միանշանակ ես էլ չեմ կարողանում հասկանալ այն հետիոտներին, որոնք անգամ վերգետնյա անցման արկայության պայմաններում անմիջապես վերգետնյա հետիոտնային անցման տակով հատում են երթևեկելի մասը, միանշանակ վտանգելով իրենց եւ կյանքը եւ առողջությունը եւ մենք ունենք իրականում նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներ հենց անմիջապես վերգետնյա հետիոտնային անցումների տակ, որի արդյունքում ունենք եւ զոհեր եւ վիրավորներ։ Պարոն Մաթևոսյան, եթե թույլ կտաք, հիմա ես գամ իմ տեղը զբաղեցնեմ եւ երկու օրինակի վրա փորձեմ իրավական կողմը հասկանալ։ Երկու օրինակ եմ բերում։ Հալաբյան Արզումանյան խաչմերուկի վրա կառուցված է վերգետնյա անցում։ Այստեղ կա լուսացույց։ Պատկերացրեցիք հատվածը։ Այստեղ կա լուսացույց, այսինքն այստեղ արդեն իսկ որոշակի մեքենաներ բնականաբար արգելակվելու են լուսացույց տեսնելու պայմանով։ Հիմա վերցնենք հերացու այն հատվածը, որտեղ լուսացույց չկա եւ մեքենաները գտնվում են անընդհատ շարժման մեջ։ Այնտեղ նույնպես կա վերգետնյա անցում։ Երբ Հալաբյան Արզումանյան խաչմերուկում մարդը վերգետնյա անցման տակով անցնի, վտանգը շատ ավելի քիչ է, որ այդ մարդու հետ որևէ բան կպատահի։ Իսկ երբ հերացի փողոցի վրա վերգետնյա անցման տակով հետիոտնը փորձի հատել փողոցը, նրա կյանքը 100%-ով վտանգված է։ Համաձայն եք։ Այո։ Վերցնենք հերացի փողոցի օրինակը։ Եթե մարդը անցավ տակով եւ վարորդը երթևեկում էր թույլատրելի արագությամբ, եւ մարդը ընկավ եւ տեղի ունեցավ վրաերթ։ Տեղի ունեցավ այդ վրաերթը։ Ով է մեղավոր ճանաչվելու։ Ուրեմն բերած օրինակը հենց վերաբերվում էր հերացի փողոցի վրա կառուցված վերգետնյա հետիոտնային անցման, որի տակ մենք ունեցանք ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում նաև զոհ։ Իսկ ինչ վերաբերվում է մեղավորին եւ ոչ մեղավորին, ապա դա որոշելու համար պետք է կատարվի անմիջապես ճիշտ չի լինի ասելը ով կլինի մեղավորը, միգուցե հետիոտը, միգուցե վարորդը, բայց այդ մեղավորը հայտնաբերելու, մեղավորին հայտնաբերելու համար պետք է իրականացվի քննչական վարույթ, որի արդյունքում պարզ կդառնա մեղավորը, բայց հետիոտնը որպես ավելի երթևեկության վտանգավոր մասնակից առաջի հարվածը ստանալու իր վրա պետք է ինձ թվում է առաջերտին ինքը ավելի շատ շահագրգռված լինի իր կյանքի եւ առողջության համար, անգամ երբ որ նա անցնում է իր հետ միաժամանակ ունենում է նաեւ երեխաներ, այդ անցնելու այդ վտանգավոր պահին, հա, վերգետնյա անցման տակ։ Ինձ թվում է պետք է առավել շատ մտածի իր առողջության եւ կյանքի մասին, քան մյուսները։ Պարոն Մաթևոսյան, Աստված մի արասե մահվան ելքով տեղի ունենար վրաերթը հենց նույն հերացի փողոցի վրա։ Հետաքննչական մարմինը պարզեց, որ արգելակները հոյակապ էին աշխատում, մեքենան սարքին վիճակում էր, որևէ խախտում վարորդը չէր արել։ Համաձայն է Սարգիս, որ արգելակել երբեմն հնարավոր չի։ Ես իմ աչքով եմ տեսել այդտեղ մահվան ելքով վրաերթ։ Դրա համար եմ շատ անհանգստացած հենց այդ հատվածի համար։ Վարորդը շատ նորմալ երթևեկում էր, համոզված եմ, որ 60-ը չէր գերազանցում, որտեղ 60-ը տեսանելի արագությունը կարելի է չափել։ Տեղի ունեցավ այդ վրաերթը։ Տեսականորեն այդ վարորդը կարդարացվի երբևէ, թե ոչ։ Հիմա վարորդի շահերից ենք խոսում, մի պահ։ Ուրեմն ես էլի չկրկնվեմ, ասեմ դա պարզ կդառնա միանշանակ քննչական։ Հետաքննությունը պարզեց, քննչական մարմինը պարզեց, որ ոչ մի բան որպես պրակտիկայի նայելով իհարկե կան նաև շատ վարորդներ, որոնք դրա համար պատժվել են, կրել են իրենց պատիժը համապատասխան։ Ցավոք սրտի։ Ես առաջարկում եմ մեր այս թևի բանակը մի փոքր ուժեղացնել եւ մեր հաջորդ հյուրը կգա տաղավար, որից հետո մենք կդիտենք փոքրիկ տեսանյութ, որը պատրաստել ենք Երևանի ճանապարհային ոստիկանության ջանքերի շնորհիվ։ Մեր հաջորդ հյուրն է Մամիկոն Խուրշուդյանը, բավականին լուրջ ակտիվ երիտասարդ, ով պաշտպանելու է այսօր հետիոտնի շահերը։
Մամիկոն ողջույն, կարելի ասել բոլորով հավաքվեցինք իրար գլուխ, հիմա տեսնենք թե ինչ է պատրաստել մեր լրագրողական խումբը Երևանի ճանապարհային ոստիկանության հետ միասին։ Արդյոք կարգապահ են մեր հետիոտները, թե ոչ։ Եթե եկել եք հետիոտնի շահերը պաշտպանելու, ուրեմն տեսնենք նաև նրանց վիճակը։ Բարի երեկո։ Ճանապարհային ոստիկանության արձանագրությունները փաստում են, որ մայրաքաղաքում կան վթարների մշտական տեղեր։ Առավել հաճախ ավտովթարներ եւ վրաերթեր լինում են Արշակունյաց, Միասնիկյան, Ծովակալ Իսակովի Կոմիտասի, Բագրատունյաց փողոցներում եւ Արցախի Դավիթ Անհախտի, Մխիթար Հերացու, Լենինգրադյան, Ագաթանկեղոս փողոցներում։ Հիմնական պատճառը երթևեկության ծանրաբեռնվածությունն է, բայց պակաս վճռորոշ չեն նաեւ հետիոտների անպատասխանատվությունը, անուշադրությունն ու կարգազանցությունը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 131-րդ հոդվածով անթույլատրելի հատվածով փողոցն անցնելու դեպքում հետիոտնը տուգանվում է 3000 դրամով, խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է։ Ինչպես հետիոտները, այնպես էլ վարորդները հանդիսանում են երթևեկության մասնակիցներ, մենք ոչ միայն արձանագրություններ, վարչական արձանագրություններ կազմում ենք հետիոտների նկատմամբ, այլ ավելի շատ երևի թե արձանագրություններ ունեն կազմված նաև վարորդների նկատմամբ, այն վարորդների, ովքեր երթևեկության մեջ հանդիսանալով զիջող տվյալ պարագայում, իրականում չեն զիջում երթևեկելի մասը անցումով եւ հետիոտնի կանաչ լույսով երթևեկելի մասը հատող հետիոտներին։ Մեր նկարահանող խումբը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ շրջեց այն փողոցներում, որտեղ հետիոտներն ամենաշատն են խախտում կանոնները։ Մեր խնդրանքով շրջայցի ընթացքում ոչ մի հետիոտնը չտուգանվեց։ Պարզվում է ոստիկանների համար վարորդների խախտումները գրանցելն ու արձանագրություն կազմելը շատ ավելի հեշտ է, քան հետիոտնինը։ Հետիոտնը չունի պետհամարանիշ, փախչելու փորձ կատարելու դեպքում ոստիկանները ճանապարհի կենտրոնում ստիպված են լինում 5-ից 8 շրջադարձ կատարել, հետո էլ բռնոցի խաղալ։ Գիտեք, որ այստեղ 3000 մարդ է վրաերթի ենթարկվել գրոտեսկային հարցադրմամբ, մոտեցանք ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտներին։ Այստեղ տարեկան 3000 հոգի վթարի է ենթարկվում եւ մահանում է։ Դուք այնուամենայնիվ ուզում եք անցնել։ Այո։ Ինչու՞։ Որովհետեւ մոտիկ է, անցման տեղ չկա այստեղ։ Պիտի գնամ ասել 1 կիլոմետր, նորից հետ գամ այստեղ դիմաց։ Ներողություն։ Մեկ տան մեջ 2 վարորդ կա եւ ամեն անգամ այդ հարցը քննարկվում է։ Վարորդը չգիտի որ պահին ուշադիր լինի, որ պահին հետիոտնի նայի թե ճանապարհային անհարմարություններին։ Հանկարծակի է գալիս, անսպասելի, մի մոմենտ ներվային համակարգը տա խախտվում, ոչ վայելուչ արտահայտություններ ես անում։ Դեպքեր են լինում, որ ես զիջում եմ, իսկ ինձ կողքից եկող մեքենան չի տեսնում հետիոտնին եւ հնարավոր է չհասցնի արգելակի եւ ավտովթար տեղի ունենա վատ հետևանքներով։ Գծանցումները միմյանցից հեռու են, մանկական սայլակով վերգետնյա անցումով անցնելն անհնար է, ստորգետնյա անցումները հակահիգիենիկ վիճակում են, խախտումներն արդարացնելու պատճառաբանությունները շատ են։ Ցանկություն ունեցողները հնարավորություններ են փնտրում, չունեցողները պատճառաբանություններ։ Աբրահամ Լինկոլն։ Հարցս ուղղում եմ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին։ Օրենքի պահանջով, եթե հետիոտնը խախտում է երթևեկության կանոն, արձանագրությունը պետք է կազմել տեղում, եթե փաստաթուղթ ունի։ Ունեք արդյոք վիճակագրություն, թե քանի հետիոտն է տարեկան տուգանվում։ Կոնկրետ ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա ընթացքում կազմվել է մոտավորապես 115-120 վարչական արձանագրություն հետիոտների նկատմամբ, իսկ տարվա կտրվածքով մոտավորապես 400-ի կարգի, իսկ ինչ վերաբերվում է հետիոտներին չզիջող վարորդներին, ապա նրանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառվել են ավելի շատ, մոտավորապես այս 11 ամիսների ընթացքում մոտավորապես 1000 արձանագրություն։ Սիրտը թողացավ։
որ վարորդներին ավելի շատ ընդուկ անել, քան հետիոտներին։ Դրանից իրավիճակը փոխվեց։ Իհարկե ոչ, որովհետև կարծում եմ, որ այստեղ մենք պետք է բոլորս էլ պաշտպանենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։ Մամիկոն Խուրշուդյան, խմբագիր։ Անկախ նրանից վարորդն է օրինախախտ թե հետիոտնը, պետք է պատիժը խիստ լինի։ Այս պարագայում հետիոտն լինի թե վարորդ, մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր երկրում ցավոք սրտի կա մշակույթի բացակայություն։ Այսինքն վարորդ հետիոտն փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության, ամեն ինչի պակասությունը գալիս է այդտեղից։ Ուստի եւ մեղադրել ճանապարհը կառուցապատողներին, շինարարությունները կազմակերպողներին եւ այլն, մամիկոն, մարդիկ մշակույթը չունեն, իսկապես գնալ, ասում եմ, մշակույթի բացակայություն 50 մետրի։ Ես մի բան ասեմ, ես տես չեմ կարծում, հենց զեբրայի վրա ոնց էր կոչվում, գծանշանի վրայով երբեք շատ քիչ վարորդներ են, որ չեն զիջում։ Չեն զիջում այն հետիոտներին, ովքեր գծանշանից դուրս են անցնում։ Այդտեղ մշակույթի պակասը ո՞րն է։ Այսինքն գծանշանի վրա ես որպես վարորդ ու ես պաշտպանում եմ նաև ես տեսնում եմ այդ ամեն ինչը։ Մեր վարորդները զիջում են։ Ուրեմն կասենց մի բան, կան վարորդներ, որոնք զիջում են։ Եկեք ընդհանուր գլոբալ չասենք։ Ես հաստատ առավոտից իրիկուն ղեկի վրա եմ ուտեստում եմ։ Եվ մեր վարորդներից նաև այդ բացի այն 20%, այն 20%-ին գումարվում են նաև փոքրինչ գինովցած վարորդները, դրանց գումարվում են նաև փոքրինչ ավելի հուզված կամ տարբեր բաներ ունեցող դուրս վիճակա, որ ասենք անթույլատրել։ Մարդիկ, որոնք կարող են ցրված լինել եւ ուղղակի հետիոտնին վթարի ենթարկեն, այսինքն դրանք բոլորը մշակույթի օրինակներ են։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր երկրում եւ վարորդները եւ հետիոտնները շտապում են, միշտ շտապում են։ Ոչ, խնդիրը նրանում է, որ պարզապես մենք չունենք այդ հանդուրժողականություն եւ միաժամանակ նաեւ չունենք համբերատարություն։ Մշակույթը համաձայն եք, որ պետք է ձևավորվի նաեւ իրազեկման միջոցով։ Հիմա եթե մենք փորձենք իրազեկման մասին, եթե խոսենք, տեսանյութում առաջին անգամ տեսա, որ գծանշման վրա, պարոն Մաթեոսյան, կա ստոպ նշանը, դեղին գծանշումների վրա կա ստոպ նշանը։ Իրազեկված չեմ, ինչ պետք է անեմ, եթե որպես հետիոտն հայտնվեմ այդ գծանշման վրա։ Ուրեմն ընդհանրապես ստոպ բառը դա եւս մեկ անգամ հուշում է հետիոտներին, որ նրանք անգամ կանաչ լույսի հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի արկայությամբ էլ մոտ գործելիս մի պահ կանգ առնեն եւս մեկ անգամ ավելի աչև ձախ նայելուց հետո եւ մեկ անգամ եւս համոզվելուց հետո նոր երթևեկելի մասը հատել։ Սա բոլոր գծանշումների վրա պետք է լինի, թե հատուկ տեղերում, ասենք որտեղ միայն հետիոտային անցումների վրա։ Իսկ ստոպ բառը մենք ունենք նմանատիպ նաեւ նշաններ, որպես երթևեկության մասնակիցներ մեր վարորդները կհաստատեն դա, անկախ ամեն ինչից, անկախ իր տեսադաշտում մեքենա կլինի, թե չի լինի, անկախ երթևեկության ինտենսիվությունից, մուտք գործելով այդ հատման ստոպ նշանի մոտով մուտք գործելով մյուս երթևեկելի մաս պարտադիր պետք է կանգ առնեն։ Այսօր խոսում ենք վարորդների եւ հետիոտների կարգապահության մասին։ Ովքեր են ավելի շատ տուգանվում, վարորդները թե հետիոտները։ Պարզվում է, որ վարորդները։ Ինչու հետիոտները չեն տուգանվում այդքան շատ։ Հաշվի առնելով նրանց ինչ որ տենց ասեմ նվազ նշանակություն տալով որոշ հետիոտների, ասենք հետիոտների որոշ խախտումներին, մենք բավարարվում ենք նաեւ բանավոր դիտողությամբ նրանց նկատմամբ չեն կազմում վարչական ներգործության միջոցներ չեն կիրառում բացատրական աշխատանքին ավելի մեծ ուշադրություն ենք մենք եւ տեղ ենք տալիս որպեսզի իրականում մեր հետիոտները ընդունեն դա եւ հասկանան որ իսկապես դա առաջին հերթին անհրաժեշտ է իրենց Եթե մեզանից յուրաքանչյուր հենց ինքը մտածի իր սեփական արած խախտումի պատասխանը որ ինքը պետք է տա Այդ դեպքում կարծում եմ մենք բոլորը ամեն ինչ կլինի կամ գոնե սեփական անվտանգության մասին մտածել, չէ՞ գոնե դրա մասին։ Եթե դու սխալ ես անում կամ եթե դու խախտում ես, անում կպնում են քո գրպանին, ուրեմն դու պատասխան տուր քո գրպանով։ Նույն ձևով, այսինքն մենք չանդրադառնանք մատնանշենք, եթե հետիոտն ես, ուրեմն դու ինչի՞ չես մուծում, իսկ վարորդը մուծում է, թող հետիոտնի հարցում Հետիոտնը առաջին հերթին արդեն անդրադառնա որ մշակույթը ձևով մենք ամեն անգամ տարածենք մեր լրատվական միջոցները որ սիրելի հետիոտն մի քիչ Ուշիմ եղիր եւ մի քիչ ավելի զուսպ քեզ պահիր։ Մի ստացվեց լրատվական միջոցներն են մեղավոր, որ այսքան վրա է դեպքերը տեղի։ Խոսքը գնում է նաեւ իրազեկման մասին, ուստի գնդապետի խոսքին, որ հետիոտներն ավելի կարգապահ են դարձել։ Դա գալիս է
այն օրենքի ընդունումից հետո, երբ որ սկսեցին տուգանել։ Ոչ, դա գալիս է զսպվածությունից, երբ որ ամաչում են միաժամանակ կանգնել, կանաչ լույսի տակ, կարմիր լույսի տակում մեկը անցնի, մնացածը մնան կարմիր լույսի տակ։ Բարեկամության, իմ հարազատության, իմ ամբողջ ազգականության մեջ Ես ինքս ականատես չեմ եղել, որ տուգանում են, բայց ինձ ամեն ամիս, ասենք, մի փոքր խազանացնելուց, դե մի քիչ մենք կներվենք վարորդները։ Հարգելի դերասանի հարցին պատասխանեմ, ուրեմն մենք ներողամիտ լինում ենք ոչ միայն հետիոտների, այլ նաև վարորդների նկատմամբ։ Երևի թե պետք է զգացած լինեք դա։ Մենք շատ դեպքերում նաև ինչպես հետիոտների պարագայում, այնպես էլ վարորդների պարագայում մեր հնարավորությունները, այսպես ասած, վարչական ներգործության միջոցներ չեն կիրառում։ Չէ, ուղղակի տարբերությունը ավելի նվազ ճանապարհային ոստիկանները ներողամիտ են, անողոք են միայն տեսախցիկները։ Տեսախցիկների դեմ ավելի նվազ նշանակություն տալով, եթե իրականում այդ խախտումը այդպիսին է, հա տվյալ խմբը մենք բավարարում ենք բանավոր դիտողությամբ, որը նաև ամրագրված է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում։ Իսկ ներողություն ինչ վերաբերում էր այդ վերգետնյա անցումներում կայլած սայլակների եւ այլն այդ իրավիճակին, նոր մենք մինչ հաղորդման տաղավար մտնելը պարոն Մաթևոսյանի հետ էինք խոսում, որ եթե թեկուս թեքահարթակներ դրված լինի, ինչպես եք պատկերացնում նրանց անցումը։ Դրա հետ մեկտեղ պետք է համապատասխան մարզական կարգավիճակ ստանան, որպեսզի կարողանան այդ սայլակները հրել։ Ինձ հազար անգամ տվել բոլոր աշխատանքները, բայց մարզական կարգավիճակ ստանալու համար մարդուն նկարի անցնելուց ուղարկի տուն։ Հնարավոր չի այդպիսի մի բան անել։ Հետիոտնի ուղղակի մարդու վրա բայց համարանիշ չկա։ Բայց պետք է հիմա դեմքով ոստիկանությունը 5 րոպե ընթացքում կարող է անձը պետքա ճշտել։ Անձը պետքա կոնկրետ ճշտել մեքենայի պարագայում հեշտ է այդ հարցի լուծումը, քանի որ եթե տվյալ խախտում կատարողը կոնկրետ չի երևում մեքենայի մեջ, ապա եւ սեփականատիրոջ կողմից չի ասում կոնկրետ խախտում կատարողին, ապա այդ խախտման համար վարչական պատասխանատվություն կրում է սեփականատերը տվյալ տրանսպորտային միջոցի։ Լավ, խոսենք հետիոտների եւ վարորդների ամեն դեպքում այս կարելի ասել անարդարության մասին, որովհետեւ վարորդները տուգանվում են շատ ավելի շատ, անարդարություն կա պարոն Մաթևոսյան, ցավոք սրտի, իսկ հետիոտները շատ ավելի քիչ իրավաբան եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր մեր տաղավարում կփորձի պատասխանել անարդարության հետ կապված հարցերին։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, այո, փաստեցինք ոչ միայն ճանապարհային ոստիկանության կողմից, այլ նաև շատ քաղաքացիներ, մտահոգ քաղաքացիներ, որ ներողամիտ են հետիոտների նկատմամբ։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները ներողամիտ են։ Իհարկե վարորդների նկատմամբ նույնպես, բայց հետիոտների նկատմամբ առավել։ Սա մի տեսակ անարդարություն չի արդյոք վարորդների նկատմամբ եւ երբ ինչ է նախատեսում օրենքը այն դեպքերում, երբ կոնկրետ վրայերթ է տեղի ունենում եւ մեղավորը լինում է հետիոտնը։ Էրիկ ջան, մինչև ձեր հարցին անդրադառնալը կուզենայի երկու նախադասությամբ ներկայացնել իմ կարծիքը արդեն իսկ հնչեցված որոշ հարցադրումների վերաբերյալ։ Նախ ներկայացնեմ, որ համամիջ է մեր գոլեգայի հետ քաղաքապետարանի, որ հետիոտնային անցումները պետք է կառուցումը պայմանավորված է շինական, տեխնիկական չափանիշներով, դա որոշվում է քաղաքի ներսում տրանսպորտային միջոցների հոսքերի ծանրաբեռվածությունից, այլ ոչ թե չափանիշներ չեք հասկացել։ Դեռ իրենք են որոշում։ Ուրեմն ասը պարզաբանեմ, եթե դուք ինձ ճիշտ չեք հասկացել, հարցը վերաբերում էր արդյոք հնարավոր է սայլակով բարձրանալ հետիոտներին վերգետնյա անցման վրա։ 200-250 մետր։ 200-300 մետր է, դա շինարարական նորմերով կանոններով սահմանված, դա իմ կարծիքը չի, ես մեկնաբանություն չեմ անում։ Դա նորմատիվ ակտ է, որը գործում է։ Նման բան լինի շինարարական նորմերով, քանի որ դա որոշվում է, ես կտրամադրեմ դա։ Դա որոշվում է քաղաքի ներսում տրանսպորտային հոսքերի ծանրաբեռվածությունից, այսինքն հնարավոր է դա տարածությունը լինի ոչ թե 250, այլ կես կիլոմետր նույնպես նորմալ լինի եւ կարող է հնարավոր լինի, որ 100 մետրից վրա պետք է կառուցվեն անցումներ։ Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան, Հայաստանում, եթե վրայերթը մահվան ելքով է, մեղավոր է ճանաչվում վարորդը։ Ինչ վերաբերում է աշխատանքների ծավալին, նույնպես ուզում եմ հնչեցնեմ կարծիք, հնարավոր մեծ շատ աշխատանքներ կատարվի, շատ տեղ կառուցվի հետիոտնային անցումներ, բայց դա արդյունավետ չլինի։ Ինչ վերաբերվում է մեր գոլեգայի ոստիկանության հայտնած կարծիքի, որ ոստիկանությունը կբացահայտի օբյեկտիվ ճշմարտությունը, ասեմ անկեղծ որպես փաստաբան, եղած ռեսուրսներով, այսօր ինչպես կատարվում է նախաքննությունը, հետաքննությունը, բացահայտել օբյեկտիվ ճշմարտությունը Հայաստանում հնարավոր չի։ Դա բացառապես պայմանված է տուժողի կամ արտահայտությունից, վարորդը մեղավոր կլինի, թե ինքը։ Ինչու՞, պարզաբան է։ Հայաստանում գործող մեթոդիկայի համաձայն վրայերթից հետո հարցաքննվում է տուժողը, հետիոտնը,
հետիոտնը հայտմակարծիք մահացել է ոնց են հարցաքննել։ Ականատես վկաներն են հարցաքնվում, պայմանական վերցում եք այն դեպք, որ չի մահացել։ Հարցաքննման ուժող ասում է վարորդը երթևեկել է 90 կմ/ժ արագության թույլատրելին 60 է, վարորդը ցուցմունք է տալիս, որ նա երթևեկել է 60 կմ/ժ արագության եւ չի գերազանցել արագությունը, նախաքննական մարմինը կամ հետաքննիչը հիմք է ընդունում ուժողի ասածը, նշանակում է փորձաքննություն, փորձագետը արդեն եղած տվյալների հիման վրա պատասխանում է, որ վարորդը գերազանցել արագությունը, ինքը խախտում ունի եւ վարորդը ենթարկվում է պատասխանատվության։ Այդպես է պարոն Մաթևոսյան։ Ավարտեմ, կներեք, թույլ տվեք ավարտեմ։ Ինչա տեղի ունենում։ Ստիպված վարորդը, որ տեսնում է, որ հնար չկա, ինքն է եւ մյուս կողմը, միշտ երկու կողմանում։ Իրան ասում են գնա հաշտվի հետիոտնի հետ, որպիսի քո գործը կարճենք։ Մեր օրենսդրությունը թույլ է տալիս 242 հոդվածի առաջին մասը, եթե մահով դեյել չկա, հաշտության դեպքում գործը կարճում է։ Ինչու է դա Հայաստանում այդպես արվում։ Դա խորհրդային ժամանակահատվածից որդեգրված իրավիճակ է։ Ցուցանիշ ապահովելու համար ստուգեք, տեսեք, եթե մահով դեպք կա վրայերթի, ինչքա մահով վրայերթի դեպքը, այդքան էլ մեր մոտ մեղավոր անձինք է։ Ինչպես է կատարվում եվրոպական երկրներում, Ռուսաստանում եւ վարորդների մեղավորությամբ է ավարտվում։ Միանշանակ վարորդների մեղավորության ավարտում թող ստուգեք, տեսեք։ Իսկ ինչու է եվրոպական երկրներում, Ռուսաստանում տվյալները այլ։ Հավաստացնում ձեզ, օրենքը բոլոր պետություններում նույնն է, գրեթե չնչին տարբերությամբ։ Ինչն է պատճառը։ Երբ որ դեպք է տեղ ունենում Եվրոպայում, օրինակ, մենք վերջերս Շվեյցարիայում ենք, Գերմանիայում ենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է տեղ ունենում, հրավիրվում է մասնագետներ համապատասխան, որոնք լուսանկարելով դեպքի վայրը, չկա այնտեղ դեպքի վայրի զննության հասկացողություն, որ քննիչը պետք է կատարի մի մետր սխալ չափեն, հետո լրիվ այլ պատկեր ունենան։ Մասնագետները լուսանկարում են այդ դեպքի վայրը, լուսանկարում են ավտոմեքենաները, ավելին ասեմ, կարող է շատ մեր մասնագետներ ասեն, որ նման բան գոյություն չունի, ձեզ ասեմ, որ 20 տարի առաջ արդեն նման բան գոյություն ուներ։ Հետիոտնի վնասվածքները որոշում են ավտոմեքենայի արագությունը վրայերթի պահին։ Այսինքն ոչ հետիոտնի, ոչ վարորդի ցուցմունքները դերակատարում չեն խաղում։ Հիմա մեր մոտ այդ ռեսուրսները կան թե չկան, որ ձեր ասածով տեղի ունենա ամեն ինչ։ Արդեն տեսախցիկների առատություն է, կապրես։ Բայց դա չնչին այն միջոցները, որ ծախսվում է, այն մարդիկ, որ մահանում են եւ այն օբյեկտիվ ճշմարտություն չի պահանջում, ես կարծում եմ, որ պետությունը կարա ներդնի այդ գումարները, փոխվի դատական պրակտիկան, ոչ թե հիմք ընդունի տուժողի կամ վարորդի ասածը, կա հատուկ տեխնոլոգիաներ, տարբեր PS crash կա, տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաներ կա, որի միջոցով որոշվում է ավտոմեքենայի ստույգ արագությունը եւ ըստ այդ մոդելավորված վիճակում տրամադրվում է նախաքննական մարմինը արդեն կարա նշանակի լրացուցիչ փորձաքննություն, բարձի կանխելունարություն չէ, բայց այդտեղ միանշանակ գործում է ճշմարտությունը։ Ես առաջարկում եմ հիմա տեսնել, թե իսկապես միջազգային փորձը ինչպիսին է եւ այլ երկրներում կոնկրետ ինչպես է դա տեղի ունենում եւ այնտեղ ինչ վիճակագրություն կա։ Այստեղի վիճակագրությունը ցավոք այս պահին հետիոտների կողմն է, այսինքն վարորդները շատ ավելի շատ ընդուգանվում, քան հետիոտները։ Դիտենք միջազգային փորձը, խնդրեմ։ ԱՊՀ երկրներում տարեկան 3 միլիոն մարդ վրայերթի զոհ է դառնում։ Հետիոտներին իրազեկելու եւ նրանց գոնությունն ավելացնելու նպատակով այս երկրներում տարեկան հարյուրավոր ակցիաներ են անցկացվում եւ մարտավարություններ մշակում։ Ռուսաստանում մարդկանց իրազեկելու փորձերին ներգրավում են կենդանիներին, որոնք պարզվում է այս հարցում ավելի օրինապաշտ են։ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս խնդիրն օրակարգային չէ։ Եվրոպայում ընդհանուր հաշվարկով 1 միլիոն բնակչից տարեկան մահացության 61 դեպք է գրանցվում։ Եվրոպան առաջնորդվում է հետիոտնը միշտ իրավացի է կարգախոսով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Գերմանիայում վարորդները պարտավոր են կանգնել եւ զիջել ուղևորին անգամ այն դեպքում, երբ նա փողոցը փորձում է անցնել դրա համար չնախատեսված հատվածով։ Բայց այս երկրներում փողոցը զբոսնելով անցնելու սովորությունը հետիոտները չունեն։ Իսպանիայում փողոցը թեկուզ անցումով, բայց դանդաղ անցնելու դեպքում հետիոտնին 80 եվրո տուգանք է հասնում։ Ֆրանսիայում փողոցի չնախատեսված հատվածով անցնելու համար հետիոտնին 4 եվրո տուգանք է հասնում, սակայն տուգանքի չափն այնքան փոքր է, որ ոստիկաններն օրինազանցներին առանձնապես ուշադրության չեն արժանացնում։ Եվրոպական երկրներն այսօր իրենց միջոցներն ուղղում են վայրի կենդանիների համար գետնանցումներ կառուցելուն։ 2005 թվականի տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգներում փողոցում հայտնված վայրի այծերի, արջերի ու փղերի պատճառով տարեկան 1.5 միլիոն ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բնապահպանները վստահ են, փողոցը նախատեսված տեղով անցնելու գաղափարը կենդանիները ցնծությամբ կընդունեն։
Ես գիտեմ, որ մենք գտնվում ենք մի հավերժ շրջապտույտի մեջ, որտեղ անընդհատ բարեփոխումները կատարվելու են եւ մենք անընդհատ ունենալու ենք բողոքելու առիթ ցավոք սրտի։ Ես եկեք փորձենք այսօր ամփոփել մեր հաղորդումը։ Եթե խոսում ենք վերգետնյա անցումների մասին, ապա հստակ պահանջ է պետք ներկայացնել քաղաքապետարանին, որ վերգետնյա անցումները կառուցելիս ոչ թե մենք քաշվենք մի կողմ մատնացության ենք, մենք չենք իրենք են, այլ հստակ պահանջներ ներկայացնենք եւ այդ հստակ պահանջներին պետք է հետեւի կառուցապատողը։ Այսօր այդ պահանջները ձևակերպված են թե ոչ, չգիտեմ։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում քննարկմանը մասնակցելու համար, հուսամ, որ մենք 40 րոպեի ընթացքում կարողացանք մի փոքր օգուտ տալ եւ մեր վարորդները կլինեն ավելի զգոն, իսկ հետիոտները մի փոքր ավելի կարգապահ վրայերների քանակի նվազեցման նպատակով։ Ազատ լինենք եւ չսահմանափակենք ուրիշների ազատությունը։ Թանկացել են եւ պարենամթերքի գները եւ նաեւ թանկացել են ծառայությունները, հագուստը։ Սպասում ենք նաեւ գների բարձրացում նոր տարուց հետո։